Աբխազիայի իշխանություններն առաջարկում են լուրջ փոփոխությունների ենթարկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների եւ ինտեգրման մասին պայմանագրի նախագիծը, որը հանրապետության քաղաքական շրջանակներում լուրջ դժգոհությունների առիթ էր տվել։ Մոսկվայի կողմից շրջանառության մեջ դրված պայմանագրի նորացված տարբերակը Աբխազիայի նախագահի աշխատակազմի, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներից կազմված միացյալ աշխատանքային խմբի անդամները հանրությանը ներկայացրեցին անցած շաբաթավերջին։ Աբխազիայի խորհրդարանի падգամավոր Ասլան Կոբախյայի խոսքով իրականացված փոփոխությունները շատ տրամաբանական էին, քանի որ նախորդ Մոսկվայում մշակված տարբերակը չէր համապատասխանում Աբխազիայի շահերին։ Ռուսական կողմը մեծ պայմանագրի նման անհարգալից տարբերակ ուղարկելով, իսկ այն որ պայմանագիրն այդպիսին է, ես երբեք չեմ թաքցրել, առաջնորդվում էր Աբխազիայի իշխանությունների վերջին տարիների ցուցաբերած պահվածքից։ Արդեն քանի տարի է, ինչ մենք Մոսկվայի հետ հարաբերություններում խնդրողի դերում ենք ասելով այս կամ այն տվեք մեզ, նշում էր падգամավորը։ Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ աբխազական կողմը Մոսկվայից ուղարկված փաստաթուղթը ենթարկել է արմատական փոփոխությունների ընդհուպ մինչև վերնագիրը։ Եթե համաձայնագրի ռուսական տարբերակը կոչվում էր դաշնակցային հարաբերությունների եւ ինտեգրման մասին պայմանագիր, ապա Աբխազիայի իշխանությունների պատրաստած փաստաթղթում ինտեգրում բառն արդեն փոխարինվել է ռազմավարական գործընկերություն բառակապակցությամբ։ Բացի այդ, զգալի փոփոխությունների են ենթարկվել համաձայնագրի նախագծի այն դրույթները, որ վերաբերում են Աբխազիայի զինված ուժերի փաստացի միավորմանը Ռուսաստանի Դաշնության բանակի հետ։ Պայմանագրի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ համատեղ զորախմբի կազմում պետք է ընդգրկվի ողջ աբխազական բանակը, իսկ միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվելու է Մոսկվայի կողմից։ Սուխումի առաջարկով, սակայն համատեղ զորախմբի կազմում կընդգրկվեն միայն որոշ աբխազական ստորաբաժանումներ, իսկ հրամանատարների նշանակումը կիրականացվի ռոտացիոն կարգի հիման վրա։ Բացի այդ, աբխազական կողմն առաջարկում է, որպեսզի պայմանագրից դուրս բերվի Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի միջև փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու պարտավորության մասին դրույթը։ Փոխարենը Աբխազիայի իշխանություններն առաջարկում են փաստաթղթում գրել, որ Սուխումին եւ Մոսկվան պարտավորվում են համակարգված արտաքին քաղաքականություն իրագործել։ Հակառակ պարագայում մենք ստիպված ենք լինելու մեր բոլոր քայլերը համաձայնեցնել Մոսկվայի հետ։ Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի խոսքերն են մեջբերում տեղի լրատվամիջոցները։